քիչ էր, բայց էպիլեպսիկի հիվանդ էր տղեն։ Ինքն էր մեղավոր, ինքը հարվածեց, բայց եթե գիտակցի չէր հարվածի, հիվանդ էր։ Ասել փոք կապնեն նոր, կամ կարանք դրենք։ Լավ արես, պրիստակացներ, Փաշինյանին էլ պտի դներ իրաց վրա, Աղինյանին էլ ընդեղ իրա երեխեքի հետ, ծաղի, անօրինական ինչ որ անում են, հերիք եղա բոլղավ, իմ երեխուն եմ ես պահանջում, 10 րոպեից հետո, հա, իմ տղեն էր, 41 տարեկան է ինքը, թող հենց հիմա իմ երեխուն բերեն անվտանգ, ես գիտեմ իրանք ընդեղ ծեծեն լույեն, հետո ինչ են անելու, Ում զգուշացնենք, որ այդ երեխուն չկապնեն։ Արդեն այդ դեպքում ուրիշ տեղ կպինես։ ունի ինքը էպիլեպսիայով հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ է, անգործունակ է, ես օրինական իրա խնամակալն եմ, ոստիկաններին խնդրեցի, որ թույլ տային ես փողոցը անցնեի, թույլ չտվեցին, այն երեխաներ ջղայնացավ խփեց, լավ արեց, պետք է շատ կասներ, պետք է գլուխը ծխեր, լավ արեց, ոստիկանները ամիսի 7 միլիոն դոլար են ստանում աշխատվեն, իսկ մեր քամբախտները ձեռներիցս վերցնում են տուն չեն տալիս, քցում են փողոցները, հերիք եղավ։ Ձեր երեխան խնդիրներ ուներ առողջական։ Ուներ։ Շատ վաղուց, 10 տարեկան։ 10 տարեկանից ինքը հիվանդ է։ Խնդրում եմ, աղաչում եմ ձեր միջոցով իմ երեխուն հետ պահանջեք։ Չծեծեմ, որ խփեն չի վերականգնում։ Գիտեք ինչքան ուժ է, ինչքան տանջանք է կրել, որ մի քիչ ոտքի է կանգնացնել, որ չընկնի։ Խնդրում եմ էլ ինչ կլինի ոստիկաններին ասեք թող կապ հաստատեն, կենտրոն են տարեն իրան, չծեծեն իրան հետ բերեն։ Ուղղակի խնդրում եմ։ Իրան ծեծել չի կարելի։ Գլուխը վիրահատած է, բանան դրած։ Պլաստմասայա դրած գլխի։ Երկու անգամ ավտովթարի է ենթարկվել։ Ձեր միակ տղան է, հա։ Հա։